Վկա Արմեն Գրիգորյանի ցուցմունքը պահանջում է հետևյալ տեղեկությունները։ Հանդիսացել է 18 թվականի դրությամբ հանդիսացել է ոստիկան և դրությամբ նշել է, որ մեղադրյալներին ճանաչում են նույն քաղաքի բնակիչին դեպքի օրը փողոց պարտելու առանձնագոր գնացել է Նարինի ստոխաշրջողի խաչմերուկ, հասել է այն պահին, երբ ժողովուրդը արդեն գնում է իր ակցիային։ Զաքարյան Անկրի և Վարդանյան Վարդանի հետ են գնացել դեպքի վայր։ Հայանի ստոխաշրջողի խաչմերուկում հավաքված ակցիայի մասնակիցները Մասիս քաղաքի բնակիչներ չեն եղել, այլ գյուղերից են եղել, դեպքի վայրում կրակոց չի իշտել։ Այն անդի կողմից հրազդանային վնասված ստանալու հանգամանքը չի մտաբերել։ Մեղադրյալի կողմի միջնորդության վրա հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչի վերաբերյալ վերջինս նշել է, որ դեպքի վայրում նկատել է միայն Դավիթ Համբարձումյանին, ով հորդորել է դադարեցնել վիճաբանությունը։ Փոխադարձ արված ներկայացուցիչ միմյանց ուղղությամբ քարշ շփոթելու հանգամանքներ չի հիշել, չի եղել նման բան, բայց եղել են բարձր խոսակցություններ վիճաբանություն ասելով դա նկատի ունեցել։ Հրադրանային վնասված պատճառելու և նախաքննական ցուցմունքների ողջունության մեջ ներառված հանգամանքների մասով տեղեկությունները հայտնել է օպերատիվ տվյալների հիման վրա։ Դեպքի վայրում գտնվելու ժամանակահատվածում նման իրադարձությունների ականատես չի եղել, դիմակավորված անձանց այնտեղ չի տեսել։ Վկայի ցուցմունքով իբրև Արմենը հաստատում է, որ ոստիկանության ծառայող Գարիկ Գևորգյանը ավելի վաղ է հասել դեպքի վայր, սակայն այդ ընթացքում ևս հարկավորական Դավիթ Համբարձումյանի կողմից չի նկարագրվել։ Վկա Գարիկ Գևորգյանի ցուցմունքը հետևյալ տեղեկություններով ևս ոստիկանության ծառայողը հայտնել է, որ դեպքի օրը Հայանի ստոխաշրջողի խաչմերուկում դիմակով անձ տեսել է, հարվածներ հասնելու կրակոց իջեցնելու վերաբերյալ տեղեկությունները չի հիշում։ Չի մտաբերել նաև, որ դեպքի ժամանակ ով վրա է հարձակվել, մեղադրյալից որևէ մեկի գործողություններ չի կարող նկարագրել, քանի որ չի հիշում։ Համապատասխան միջնորդության հիման վրա հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչի վերաբերյալ վկան նշել է, որ վերհիշել է, որ դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, Գորգ Խաչատրյանին և Ռաֆայելին։ Ցուցմունքը պետք է արձանագրել, որ այս դեպքի վերաբերյալ նույն Գորգ Խաչատրյանը կամ ինչ-որ ցանկացած ռազմական Ռաֆայելը երբեք հեղափոխական չեն եկել շրջանակում։ Վկան վերանշված անձանց մոտ ոչինչ չի տեսել, զենք և այլն, Դավիթ Համբարձումյանի գործատեղին զենք չի տեսել, նկարագրելով դեպքը նշել է, որ անձանց մի խումբ ուզում է գնալ Երևան քաղաքացիին, մյուս խումբը պատվիրել ճանապարհ, սակայն չգիտի թե ինչու։ Վկան նշել է նաև, որ դեպքի վայր է հասել 16:30-ի սահմաններում, այն ժամանակ միմյանց ուղղությամբ քարեր նետելու իրադարձությունը ականատես չի եղել, եթե տեսած լինի հայտնած կլինի, թե ով է ում վրա հարձակվել չի կարող հստակ ասել, չի կարող բացել, որ ցուցարարներն են հարձակվել մյուս խմբի վրա։ Վկան նշել է նաև, որ դեպքի օրը դեպքի վայրում գտնված անձանց չի կարող պահանջել հստակ խմբերի, չի կարող ասել, թե ով որ խմբին է պատկանում։ Վերջին Միլյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկություններ, վերջինս ևս հանդիսացել է ժամանակահատված անձան աշխատակից և ըստ նշել է ճանաչում մեղադրյալներին, չի հիշում դեպքի վայրում Դավիթ Համբարձումյանին տեսել է, թե ոչ, հայտնել է, որ Հայանի ստոխաշրջողի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի ժամանակահատվածում երկրի բոլոր խաչմերուկների ճանապարհներն էին փակվում։ Հայանի ստոխաշրջողի խաչմերուկում տեղի ունեցածը առանձնահատուկ չէ։ Մեղադրյալի կողմի միջնորդության հիման վրա հրապարակվեց վերջինիս ցուցմունքը, որի վերաբերյալ նա նշեց, որ տեղեկացել է, որ միջադեպ կա Հայանի ստոխաշրջողի խաչմերուկում մեկնել է դեպքի վայր հասել է 16:30-ի սահմաններում, իր հետ եղել են Յուրիկ Սարգսյանը և Գարիկ Գևորգյանը, տեղում ականատես է եղել անձանց ստատուտների, վիճաբանության և բառնաշփոթ իրավիճակի։ Հավաքված անձանց մի մասը դիմակով է եղել, միջամտել բաժանել են, հեռացրել են միմյանցից, հետագայում տեղեկացել է, որ դիմակավորված անձանց եղանակ դիմակի անձանց թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մեկնել Երևան քաղաք։ Դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, Գորգ Համբարձումյանին, Գորգ Խաչատրյանին, Սարգիս Սահակյանին և նշել, որ Գորգ Խաչատրյանի և Սարգիս Սահակյանի մասով երեխական հետապնդում չի իրականացել։ Դեպքի վայր սկզբում ժամանել են իրենք, հետո Վարդան Վարդանյանը, Անդրուս Զաքարյանը և Գրիգորյանը։ Դավիթ Համբարձումյանը և Գորգ Համբարձումյանը դեպքի վայրում որևէ գործողություն չեն կատարել, նրանց մոտ որևէ առարկա չի եղել, դիմակավորված չեն եղել։ Դավիթ Համբարձումյանի գործատեղին ատրճանը նման առարկա չի տեսել։ Դիմակավորվածների կոնկրետ գործողությունները չի կարող նկարագրել։ Եվ պատվժանգատան մեր վերջին ուժով Հովհաննես Բալաբանյանը
կատակնության ընթացքում հարցակրություններից նշել է, որ 10 թվականին Հայանի և Մարզիսի խաչմերուկում իրեն հարվածել են մի քանի հոգի։ Դատարանում դժողը որպես դեպքի օրը իրեն հարվածող հարց մատնացույց է արել, որ համբարձում է։ Նշել են նաև, որ իր ավտոմեքենայի մեջ նստած է եղել խաչմերուկի մոտ, որ համբարձումն իր հեռախոսն է ուզել, դժողը հարցրել, թե ինչու է ուզում իր հեռախոսը, ինչին պատասխան են ստացել, որ ասում են ոնց դու և հարվածել է իրեն, չգիտի թե ինչու։ Դեպքի վայրում հավաքված են եղել ոստիկաններ, նաև զենքերով, բայց որ համբարձումներից այլ նա չի հիշում։ Խաչմերուկում հավաքված անձանց որևէ խմբի անդամ չի հանդիսացել, այլ պարզապես ցանկացել է այդ վայրով գնալ հոգատար զարգացում չի տեսել։ Միայն իր կողմից հարված ստանալն է նկարագրել, դրանից հետո արագ բարել է գնացել է այդ տեղից։ Դեպքից հետո իրեն չեն փորձել շահատել գրել կամ խնդրել, որ անուններ չտա, մի անգամ ընդհանուր ընկերների հետ խոսացել է, բայց միջամտելու կամ ինչ-որ բան չասելու մասին պահանջ չի եղել։ Նշել է նաև, թե ինքը չգիտի, թե ինչու են իր հեռախոսը պահանջել և ինչու են իրեն հարվածել։ Աշխատանքային ուսումնքի մասով պետք է նշել, որ այն քննարկող իրադարձության վերաբերյալ միակ ապացույց տեսք է, որ համբարձումների կողմից ինչ-որ անդրադառնալիություն գործադրելու մասով, դա միակ ապացույցն է։ Ըստ դեպքի նկարագրության խաչմերուկում եղել են բազմաթիվ անձինք, այդ թվում հենց այն հատվածում, որտեղ գտնվել է դժողը, նման պայմաններում զարմանալի և անտրամաբանական, որ նշված իրադարձության վերաբերյալ որևէ այլ տվյալ քրեական գործիքներում առկա չէ։ Ըստ դեպքի նկարագրության խաչմերուկում եղել են բազմաթիվ անձինք, սակայն բացի դժողից, որը ոչ մեկ հանրական վնասներ չի ստացել, ոչ մեկի ավտոմեքենան չի ունեցել։ Բացի այդ, դժողի կողմից նկարագրված իրադարձությունը դուրս է ընկնում դեպքի տրամաբանությունից, նա միակն է ավտոմեքենային, ըստ մեղադրակի որևէ մեկը մոտեցել է և ավտոմեքենային գտնվելու պայմաններում հարվածել է, որևէ այլ նմանատիպ իրադարձություն դեպքի ժամանակ չի արձանագրվել։ Կրկին անգամ պնդելով, որ համբարձումն առնչություն չունի նկարագրված իրադարձության հետ, նշենք, որ եթե նույնիսկ դժողի հայտնած տեղեկությունների իրականին, թե որևէ այլ ակտիվացիա չեն հաստատվում, ապա այդ իրադարձությունները կրում են միջանձնային կողմից, ակնհայտ է, որ այդ իրադարձությունները ունեն ընդհանուր դեպքի տրամաբանությունից դուրս մնացած ինչ-որ նախորդող պատճառ։ Հնարավոր է, օրինակ, ինչպես նորագործություն միակ դժող Սարգիս Սարգսյանի հետ տեղի ունեցած իրադարձություններն են ամբողջ վրայացի պատճառ, ինչի մասին դժողը լռում է։ Հասկանալի է, մոտ մեկ ժամ անցած իրադարձությունների ընթացքում ինչու որևէ մեկը որևէ ավտոմեքենայի չի մոտեցել, որևէ բան չի պահանջել, որևէ վարորդի հաշվարկ չի հասցրել, նշված անգամ այն մասին, որ դժողը սույնի իրադարձությունների մասով միակ և վճռորոշ տեղեկության ապացույցի ակտիվ է, որևէ այլ տվյալով դժողի հայտնածը չի հաստատվում։